Արթուր Խաչատրյան։ Տիկին Ղազարյան, թերևս ամենակարճ հարցը տամ, դուք ինչպես եք վերաբերվում ընտրական туриզմին։ Ընտրական туриզմին բացառությամբ ես մի բան կասեմ պարզապես, պարոն Խաչատրյան, ես համարում եմ, որ մեր նման երկրների համար, ովքեր ունեն մեծ փյուրք, բավականին հաշվի առնելով արդեն այս ընտրությունների նախաբևը, դա բավականին վտանգավոր իրավիճակ կարող ենք ունենալ, երբ մարդիկ փաստացի չապրելով Հայաստանի Հանրապետությունում կարող են որոշել իմ, ձեր ու մեր երեխաների ապագան, ցավոք դեռ երեխաներ չունեմ, բայց մտածում եմ նաև մյուսների երեխաների համար, խնդրում եմ սա մեմ չսարքել, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, եթե ես եմ ընտրում իշխանությունը եւ կրում եմ դրա հետևանքները, հետեւաբար ես պետք է ընտրեմ իմ իշխանությունը եւ վերահսկողություն ինչ որտեղ էլ իրականացնեմ իշխանության բոլոր գործընթացների վերաբերյալ։ Արձագանք։ Աստված ձեզ երկար եւ շատ առողջ ու երջանիկ երեխաներ պարգևի։ 5 հատ։ Ինձ հետաքրքիր է, դուք ձեր այս կարծիքը առիթ ունեցել եք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու։ 20 թվականի փետրվարի 12-ին պատասխանելով Պապկն Թունյանի հարցին Նիկոլ Փաշինյանն ասում է. «Արտերկից կգան մեր հայրենակիցները եւ մենք կունենանք туриզմի նոր տեսակ՝ ընտրական туриզմ»։ Հիմա, այ որ տենց մտահոգություններ ունեիք, ռիսկեր էիք տեսնում, ինձ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի հետ առիթ եղել է քննարկել, այդ ոնց ա եղել, որ ինքը կարողացել է, այսինքն դուք կարողացել եք իրան համոզեք, որ ինքը սխալ է եղել, սխալ բաներ է ասել եւ հիմա կառավարության ներկայացուցիչը գալիս եւ ձեր ուրեմն առաջարկությանը կողմ եք քվեարկում։ Այդ process-ը այդ ընթացքում կներկայացնեք, թե Նիկոլ Փաշինյանին ոնց համոզեցիք, որ ինքը սխալվել է։ Պարոն Խաչատրյան, մենք պատգամավորներով ենք առաջարկում այս փոփոխությունը եւ ցավում եմ, ես իրապես այդ արտահայտությունը չեմ հիշում։ Մի հատ կդիտարկեմ, կնայեմ ինչ արտահայտություն է, ինչի մասին է, գուցե կոնտեքստից կտրված է, հիմա չեմ կարող ասել, որովհետեւ ինքս չեմ լսել այդ շատ լավ թող Պապկեն Թունյանը իր մասով ասի, բայց այնուամենայնիվ եկեք անկեղծ լինենք ու այս ամենին իրական աչքերով նայենք։ Արդյոք դուք խնդիր չեք տեսել այս ընտրություններում դրսից եկողների, ընտրողների եւ գնահ լավ լրատվականներում հեչ արտահայտություններ չեք լսել, ձեզ չեն անհանգստացրել։ Մի օր մենք չենք լինելու իշխանություն, ձեզ դա չի անհանգստացնում, որ մի օր դա ձեր դեմ կարող է պատտվել։ Դա շատ կարեւոր է ու խնդրում եմ պատասխանատու վերաբերվել, մենակ մեզանով չի սահմանափակվում իշխանություն ունենալ չունենալը։ Շնորհակալ եմ շատ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար